Ինչ է կատարվում, Հայաստանը հերքում է, Ադրբեջանը շարունակում։ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվությունը հրադադարի խախտման վերաբերյալ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտնել է, թե մարտի 18-ի առավոտյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները իբրև թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը վերջին 2 օրերին արդեն 7-րդ ապատեղեկատվությունն է տարածում, որից հետո Հայաստանի ՊՆ-ն հերքում է և հիշեցնում, որ Հայաստանն առաջարկել է հրադադարի խախտման հետաքննությունների համատեղ մեխանիզմ, որի վերաբերյալ Ադրբեջանն առ այսօր չի տվել պատասխան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ պատրաստ է ադրբեջանական կողմի տրամադրած տվյալների հիման վրա իրականացնել հետաքննություն։ Հայտարարություն է արել Հայաստանի վարչապետի աշխատակազմը, նշելով, որ հայկական զինուժը չունի հրադադարի խախտման որևէ հրավանք և որևէ մոտիվ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմն էլ հիշեցրել է հետաքննության համատեղ մեխանիզմի մասին դեռևս 2024 թվականի հունիսին արված առաջարկը, որն առ այսօր անպատասխան է։ Ինչ է ուզում Ադրբեջանը սահմանային էսկալացիայի միտված տեղեկատվական սադրանքի կիրառումով։ Ադրբեջանի նպատակը Հայաստանի Հանրությանը հոգեբանական լարվածության մեջ պահելն է, Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշումը, ռազմական շանտաժի միջոցով և այլ կերպ նաև խաղաքարտեր միջազգային դերակատարների դեմ օգտագործելը։ Արդյոք Բաքվի նպատակը անշուշտ մեկը չէ։ Մենք գործ ունենք թերևս վերընտրված բոլոր նպատակների և գուցե շատ այլ մոտիվների ու նպատակների համախմբի հետ։ Ադրբեջանը համարում է, որ պետք է առավելագույնս կապիտալիզացնի ուժերի հարաբերակցությունը իր օգտին եղած մեծ առավելությամբ։ Բաքուն դրա նոր պետահությունը տեսնում է թերևս այս պրոցեսներում, որ ծավալվում է միջազգային մակարդակում։ Այդ մակարդակում կա ամերիկա-ռուսական երկխոսության և գործարքի շուրջ պրոցես, որի հանդեպ կա մեծ դժվարություն Եվրոպայում։ Միաժամանակ այդ դժգոհությանը զուգահեռ կա նաև դիմակայությունը Թրամփի ներկայիս վարչակարգի քաղաքականության և արևմտյան լիբերալ գլոբալիստական թևի մեջ, իսկ դա լինելով բնույթով, այսպես ասած, ներարևմտյան քաղաքական և տնտեսական դիմակայություն, իր մասշտաբով իհարկե արտահայտվելու է համաշխարհային ծավալով։ Այդ ամենը զգալիորեն կարծես թե փոխտորում է միջազգային ջրերը, և Բաքուն ըստ ամենայնի փորձում է այնտեղ որսալ իր բաժին ձուկը, լինի մեծ թե փոքր։ Ընդ որում որսալ շանտաժով, դրան զուգահեռ իհարկե շոշափելով հող, թե արդյոք կարող է անցնել շանտաժից այն կողմ։